Մար երեկո, այսօր հանդիպել ենք մեկ այլ հաջողություն պատմելու ձեզ, ես և մեր կազմակերպությունը դեռ 2014 թվականից պայքարել ենք խարդախության, վաշխառության ու նման այլ պիղծ հանցագործությունների դեմ, իրականում դա երևի շատ նողկալի չգիտեմ հանցագործությունը լավը չի լինում, բայց դա իրականում շատ նողկալի է, որտեվ խարդախությունը նաև բարոյական կողմ ունի, երբ որ փաստացի օտար մարդիկ չեն անում, ասենք գողությունը անում է մի մարդ, որ օտար է, չեմ արդարացնում, բայց խարդախությունը, այսինքն մարդու վստահությունը չարաշահել, այսինքն դա ամենաստոր հանցագործություններից է։ Եվ այսօր ինչի եմ ուզում խոսեմ, որպեսզի մեր ժողովուրդը հասկանա, որ ասում են, բա այդքան խոսում եք, ոչ մի բան չի փոխվում, փոխվում է։ Ծիածանի գույների պես փոխվում է։ Մի հատ պարտություն 14 թվականից ի վեր չունենք։ Հիմա ինչ եմ ուզում ձեզ ներկայացնեմ։ Դեռ անցյալ տարի մեզ էր դիմել, մեր կազմակերպության էր դիմել Տիկին Սուսաննա անունով քաղաքացի եւ պատմել էր, որ դեռ 2017 թվականին իր գումարները իրենից իր վստահությունը չարաշահելու եղանակով տիրացել է Ոմն Մարիամ Թադևոսյան եւ չէինք անդրադառնա այս թեմային, եթե Մարիամ Թադևոսյանը չլիներ ուսուցիչ, մանկավարժ։ Անկախ այն հանգամանքից, թե ինչով ավարտվեց գործը, որը կներկայացնենք, ես չեմ կարծում, որ մանկավարժը կարող է ունենալ նման արժեհամակարգ, այսինքն մարդկանց խաբելով եւ միայն քրեական վարույթ նախաձեռնվելուց հետո այդ գումարները հարցը լուծելով կամ իր մեղքը ընդունելով ավարտվի այդ գործը։ Այսինքն փաստացի, եթե չլիներ Տիկին Սուսաննայի այցը մեր գրասենյակ, Մարիամ Թադևոսյանը նույն կերպ կարող էր հիպոթետիկ գործարքներ անել այլ մարդկանց հետ, այլ մարդկանց վստահությունը չարաշահել։ Իդեպ սրա մասին տեղեկա քաղաքապետարանի կրթության վարչությունը, որոնց ժամանակին տեղեկացրել էինք եւ կարծում եմ, որ հիմա պետքա որոշակի հետեւություններ արվի։ Շատ կրճատ կներկայացնեմ ինչ եղել եւ ինչ ենք մենք հասել հաղթական ավարտի, բնականաբար մենք անվճար ենք տրամադրում ցանկացած օգնություն եւ սա որովհետեւ մտածելակերպ է եւ սա արժեհամակարգ է, ատում եմ խարդախներին, ատում ուղղակի։ Մարիամ Թադևոսյանը, Ոմն Մարիամ Թադևոսյան դեռ 2017 թվականին մտերիմ հարաբերությունների մեջ գտնվելով այդ Տիկին Սուսաննայի ընտանիքի հետ, որոշել էր շատ կարճ եմ ներկայացնում, որտեղ բազմաթիվ գրառումներ ա եղել, որոշել էր, չգիտեմ, այդ տիկնոջ գութը շարժել, բարությունը չարաշահելու եղանակով պատմել, որ իր աղջիկը առողջական խնդիրներ ունի, այնինչ այդ առողջական խնդիրները մենք աղջկա նկարն էլ այստեղ խնդիր չկա ցույց տալու, Ոմն Անահիտ Հակոբյան ընդամենը կապված ա եղել, ասենք քթի վիրահատության հետ, չի եղել կյանքին վտանգ սպառնող առողջական խնդիրներ, որի մասին Տիկին Սուսաննան հետո է իմացել։ Եվ այդ 1 միլիոն դրամը խաբեությամբ, իդեպ ասեմ, որ այս Մարիամ Թադևոսյանի մյուս աղջիկն էլ փաստաբան է, շատ հետաքրքիր սիմբիոզ է, ուսուցչուհի փաստաբան, այդ Անահիտը չգիտեմ ինչ աշխատում, եւ այդ պարագայում փաստաբան իմ համար շատ հարգված մարդիկ են, որովհետև ըստ էության իրանք միշտ արդարության ջատագովներ են եղել։ Հիմա նայեք, մենք դեռ ամիսներ առաջ եթեր ունեցանք, սա երևի թե եղել է փետրվարին, եթե չեմ սխալվում, եթեր ա եղել, որի ժամանակ մանրակրկիտ ներկայացրել ենք, դրանից առաջ ամսի 25-ին դեկտեմբերի տրվել է հաղորդում հանցագործության մասին եւ այդ հաղորդումը տալու ընթացքում ամենակարևորը, սա ես ուզում եմ դիմեմ պարոն Սիմոն Բաբայանին, փաստաբանների պալատի ղեկավարին, որ քանի որ վերջինիս աղջիկը Հասմիկ Հակոբյանը փաստաբան է, երևի թե իր ընկերական կապերը օգտագործելով մի այսպիսի նամակ են ծնել ինձ, եթե չհամաչեի կամ հարմար լիներ, այս բան թաթայի տեսար ինչ եղավը կդնեի, որ այս նամակ գրողը մի հատ հասկանա։ Նայեք ինչ գրագրություն է փորձել Արև Հարությունյան, ուրեմն Մարիամ Անդրանիկի Թադևոսյանի ներկայացուցիչ փաստաբան Արև Հարությունյան, փաստաբանական գործունեությունը 3200 քանիս, ծանուցման հասցե քաղաք Երևան, Թումանյան փողոց 6, ու հեռախոսահամարը ուղղակի չեմ ասում։ Այս նամակա գրում սա ինձ,
Նամակից ընդամենը մեջբերումներ։ Տեղեկացել ենք, որ 2025 թվականի այսին ժամանակ վստահորդիս Մարիամ Անդրանիկի Թադևոսյանի վերաբերյալ իրականացրել եք հարցում Երևանի Դանիել Վարուժանի Թիվեսիչ դպրոցի տնօրինություն եւ բանավոր զրույցի ընթացքում նշել եք, թե վստահորդը զբաղվել է խարդախությամբ։ Ուրեմն այո, հարցում իրականացրել են, գրավոր հարցում ենք իրականացրել, իսկ վստահորդը զբաղվել է խարդախությամբ, թե չէ, դա ավելնորդ էր գրել, որտեվ ինձ բացարձակապես դա չի հետաքրքրել դպրոցի տնօրենի հետ քննարկելը տիկին օրիորդ դրոբերով արև։ Ուրեմն ինչա գրում վերոգրալի կապակցությամբ ի գիտություն հայտնում են, որ նշվածը ամբողջովին սուտ է եւ չի համապատասխանում իրականությանը լուրջ արև։ Բա այ սիրելի արև։ Գիտես, մենք արև պաշտել ենք, երբ որ հեթանոս ենք եղել։ Բա որ չէր համապատասխանում, այդ Մարիամ Թադևոսյանը ինչի բերեց իր մեղքը ընդունեց քրեական գործի շրջանակներում եւ տիկին Սուսաննայի գումարը վերադարձրեց, ինչի է ստում տիկին օրիորդ արև։ Պարոն Բաբայան, մի հատ նայեք, ես չեմ հասկանում իրանք փաստաբան են, թե միջնորդ։ Հիմա նայեք ինչ ա գրում, սենց քաղաքացիական օրենսգրքի վերջը։ Հաշվի առնելու վերոգրյալը հորդորում ենք ձեզ զերծ մնալ Մարիամ Թադևոսյանի վերաբերյալ չճշտվածը քո ինֆորմացիան է, տիկին ջան, օրիորդ ջան, արև ջան։ Ճշտվածը մերն էր, որովհետև Մարիամ Թադևոսյանը հասկանալը, որ քրեական հետապնդում է հարուցվել իր նկատմամբ, այսինքն ոնց բացատրենք, որ ժողովրդի մեղադրյալ է ինքը եւ դատվելու է, նոր բերեց տիկին Սուսաննայի փողը հետ տվեց։ Հիմա ով է չճշտված։ Ես թե փաստաբանների պալատի 3232-44 արտոնագրի սեփականատեր Արև Կամոյի Հարությունյանը, պարոն Սիմոն Բաբայան, սա ինչ է։ Չճշտված իրականությանը չհամապատասխանող հայտարարություններ կատարելուց հորդորում է զերծ։ Հակառակ դեպքում ստիպված կլինենք վերջինիս իրավունքների պաշտպանության նպատակով դիմել օրենսդրությամբ նախատեսված պաշտպանության եղանակներին, բա դիմի։ Տեսար ինչ եղավ։ Մի հատ թաթայի երգը դիր ու սենց դանդաղ լսի։ Արև Հարությունյան, ու սրանից հետո իրավապաշտպան կառույցին սենց գրագրություն անելուց առաջ աղջիկ, տիկին, օրիորդ, մի հատ մտածի, թե ում ինչ ես գրում։ Այդ ում ինֆորմացիաներ չճշտված, մեր թե քո ինֆորմացիաներ չճշտված, արև։ Պարոն Բաբայան, այս ինչ որակի փաստաբաններ եք դուք արտոնագրեր բաժանում։ Սա ինչ է։ Սա ինչ է։ Հիմա սրա տված գրված է ամբողջովին սուտ է, ճիշտ է, ասեմ ինչու է սուտ, որովհետև ընդամենը 04 փետրվարի 2025 թվականի Մալաթիա Սեբաստիայի քննչական բաժնում այս Մարիամ ինչ էր Թադևոսյանի նկատմամբ քրեական հետապնդում հեսա նայեք արձանագրություն քրեական վարույթ նախաձեռնելու մասին դա եղել է 04 փետրվարին եւ դրանից հետո եղել է քրեական հետապնդում հարուցելու միջնորդություն ա եղել եւ արձանագրություն ա կազմել քրեական հետապնդում հարուցելու վերաբերյալ։ Հիմա ես ուզում եմ հասկանամ, այս փաստաբանը, այս արև դիմելուց առաջ մի հատ մտածեք, էլի ժողովուրդ ջան, ում եք դիմում եւ սա ինչ նամակներ ա գրում։ Պիսմը իզդալիկա։ Մի հատ բան արեք, սարքեք, հավաքածու սարքեք ձեր նամակների, կարող է հետո սերունդները կարդան։ Ձեր գրած նամակները եսում էի գրում, որ ինֆորմացիան չճշտված է։ Ուրեմն 12 տարվա ընթացքում երևի թե մեկ անգամ ենք սխալվել, այն էլ ոչ թե չճշտված ինֆորմացիա եղել, այլ վստահորդը վերջում պարզվել է, որ պարապած խարդախ է, բայց որևէ մեկին մենք վնաս չենք հասցրել եւ նման անպատասխանատու հայտարարություններ եւս չենք արել։ Ինչևէ, Ժորժ ջան, կարող եք շնորհավորել Տիկին Սուսանան իր գումարը, այսինքն վնասը հատուցվել է, նյութական վնասը ամբողջությամբ հատուցվել է, ստացել է իր ամբողջ գումարը այս Մարիամ Թադևոսյանից, որը կարող էր անել առանց քրեական վարույթ նախաձեռնելու, առանց իր Հասմիկ Հակոբյան աղջկա ընկերուհիների կողմից ինչ-որ նամակներ գրելու, նամակաշար գրելու,
մի հատ էլ հաթաթա տալու պարոն Սիմոն Բաբայան կարծում եմ այստեղ կարգապահական վարույթի հարց առաջանալու եւ նման որակավորման փաստաբաններ միանշանակ կարող են մենակ խանգարել ժողովրդին եւ հիմա ես ուրախությամբ հայտնում եմ որ այո խարդախության կատարած անձը ամբողջովին այդ վնասը բերել հատուցելա, թե քրեական վարույթ արդեն ինչ ընթացք կստանա, ասեմ, եւ Տիկին Սուսաննան եւ մեր կազմակերպությունն էլ երբեք դեմ չի մարդկանց պատժել, կալանավորել, որ մի հատ էլ հարկատուներով փող տանք, որ Մարիամ Թադևոսյանն էր պահենք էսին որտեղ, շատ լավ է, որ մարդու գումարը ի վերջո պատկերացնում եք 26 թիվն ենք 9 տարի հետո այդ գումարը հետ եկավ այն մարդուն, որ ընդամենը լավություն էր արել եւ այս Մարիամի պատմելով, այս Հասմիկ Հակոբյան փաստաբանի մոր պատմելով, որ վերջինս այնտեղ ՎՏԲ բանկում գրավադրված ոսկեղեն ունի եւ այլն չի կարողանում վարկ վերցնել խնդրել էր, որ Տիկին Սուսաննան վարկ վերցնի, եթե չեմ սխալվում Ինեկո բանկից էր, որ ինքը կմարի այդ վարկը եւ բնականաբար վերցրել էր փողը ու դասվիդանիա։ Ունենք նաեւ ձայնագրությունները, այնպես որ հիմա ես եմ հորդորում տարատեսակ փաստաբաններին զերծ մնալ, ինձ անիմաստ նամակներ գրելու, անբովանդակ եւ չասել, որ ես մեր տեղեկությունները սխալ է, որտեվ աղջիկ ջան, փաստացի քո վստահորդը քեզ էր խաբել, բայց վստահ եմ, որ չէր խաբել, որտեվ ի սկզբանե դուք իմացել եք ինչի մասին է խոսքը գնացել։ Ամեն դեպքում ես շնորհավորում եմ մեր կազմակերպությանը, շնորհակալություն եմ հայտնում Մալաթիա Սեբաստիա շրջանի դատախազ պարոն Օսեյանից, քննչական բաժնից Եթե չեմ սխալվում Ռաֆայել Սարգսյան, քննչական բաժնի ղեկավարից եւ այստեղ ամենակարևորը, դուք գիտեք, որ միշտ Տիկին Վարդապետյանին ու գլխավոր դատախազությանը մենք քննադատում ենք, բայց դա չի նշանակում, դա բան չի էլի, բոքս չի, որ սենց իրար սպանենք, դա չի նշանակում, որ լավ արած գործի մասին չպետք է խոսանք եւ այստեղ շատ մեծ ա եղել գլխավոր դատախազության լուման, քանի որ Տիկին Սուսաննան նրանից հետո որ երևի թե արևների եւ չարևների այդ հասմիկների բան տենց խառնվելուց հետո քրեական վարույթ չէր նախաձեռնվել ի սկզբանե Տիկին Սուսաննան բողոք էր գրել գլխավոր դատախազ Տիկին Վարդապետյանին Տիկին Վարդապետյան Սուսաննայի անունից եւ մեր կազմակերպության անունից շնորհակալություն ենք հայտնում որ իրականում այս գործը ստացավ արդար լուծումը տարոսը մնացած միլիոններով արդեն ոչ թե դրամով այլ դոլարներով գումարներ որպեսզի հետ վերադառնա պետական բյուջե այսքանը եւ երբեք մի ասեք որ հա դուք մենակ խոսում եք խոսալուց բան չի փոխում ընդամենը ես սենց ամեն շաբաթ եթե ներկայացնեմ ինչքան բան ա փոխում օրեր առաջ Դավիթ Կարապետյանով ներկայացրեցինք հիմա Սրանով ներկայացրեցինք Մոտ օրերս կներկայացնենք, թե ոնց քննիչ Սիրեկանյանը հրաժեշտ տվեց մեր ելույթներից հետո այդ վրա ասում եք խոսալով բան չի փոխվում, փոխվում է, մկան ջաղացին օգուտ տալիս, լավ մնացեք։